Պարոն Հակոբյան, հիմա ոնց անենք, որ Հայաստանը այս ճղճի մեզ 23-25 միլիարդից դառնա 5-600 միլիարդ։ Ու ոնց որ պետք կարողնի, որտեղ նորմալ չի մի երկրում, այսինքն մի շնչին հաշվի $7,000։ Նայեք, Եվրոպայում, տեսեք, Եվրոպայում, եթե գնանք եվրոպական ստանդարտներ, Եվրոպայում կան զարգացած երկրներ, միջին երկրներ եւ ոչ այդքան զարգացած երկրներ։ Ասենք, վերկացեք այսպիսի երկրներ, Պորտուգալիա, Ռումինիա, եւ այլն դրանք թույլ զարգացած են համեմատաբար չէ, նորմալ է։ Չէ, համեմատաբար, ասենք, Պորտուգալիան ավելի թույլազարգացած քան Իսպանիան, Իսպանիան ավելի թույլ է քան Իտալիան, Իտալիան ավելի թույլ է քան Ֆրանսիան, Ֆրանսիան ավելի թույլ է քան Գերմանիան։ Համարավաշ երկրներ համեմատաբար, չէ։ Համեմատաբար եմ ասում իրար մեջ։ Բայց Պորտուգալիայի հնան այնպես է որ մի շիշին 30,000 € է։ Մեզանից ասում միջինը 4-5 անգամ շատ։ Այսինքն Եվրոսայզի միջինը հնա մոտավորապես այդքան է 30-32,000 €։ Հիմա վեկալենք եթե մենք դառնանք Եվրոսայզի անդամ երկիր, մենք էլ մոտենենք այդ 30,000-ին, մի շնչին հնարով միություն, հա։ Մի շնչին եթե 30,000 է, Հայաստանում կա ասենք կոպիտ 3 միլիոն, 3 միլիոն բազմացված 30,000-ի անմա 2 միլիոն, 300 արդեն 30 միլիարդ 300 միլիարդ չէ՞ արես։ Այո։ Արդեն 300 միլիարդը դա պետք է ապահովի։ Այդ ստանդարտները որ շարժեն, չէ՞։ Մենք եթե մենք ունենք, եթե մենք 8,000 ենք մի շնչին, եթե դառնում է բանը 300 միլիարդ, 10 անգամ շփում 80,000 ենք։ Դուսական ներողություն մենք դառնում ենք Շվեյցարիա ախպեր։ Իսկ 10 անգամ պարոն Հակոբյան շակմա բան 80,000 դա պես Շվեյցարիա։ Չէ, եթե 80,000 հա Շվեյցարիա չէ։ Չէ, Լյուքսեմբուրգն է 120,000։ 80,000-ը որ երկիրն է։ Հա, Շվեյցարիա Շվեյցարիա չէ, Շվեյցիան 60,000 է, 50-60։ Լյուքսեմբուրգը 120,000 է։ Լավ Շվեյցարիա վերցնենք 80,000, 90։ Լավ, դա չի կարևոր։ Լավ Գերմանիայի։ Միջինը գոնե 30-40,000 միջին, մենք պետք է ապահովենք։ Ինչն է խանգարում։ Որպեսզի կոչվենք նորմալ զարգացած երկիր։ Պարոն Հակոբյան, ոնց անենք որ մենք այսօր չունենք անկախություն, սուվերենություն եւ չունենք ազգային արժանավուն իշխանություն, որը ճիշտ տնտեսական քաղաքականություն ունի ու արտաքին քաղաքականություն ունի։ Ես Իլոն Մասկն եմ, ուզում եմ Հայաստանում դնեմ 10-20 միլիարդ դոլար, ի՞նչն է ինձ խանգարում։ Ամերիկայի բիզնեսմեն։ Որ Հայաստանը չունի քաղաքական կամքը, որ Իլոն Մասկի հետ համագործակցի։ Ինչա պետք։ Ոնց չի միայն Իլոն Մասկը։ Հայաստանը շատ արտադրություններ կարելի է դնել, թեկուզ զբոսաշնի։ Հա։ Թեկուզ զբոսաշնի, պարտադիր ամեն ինչ տեղ արտադրել։ Բերում ես պատրաստի իրենց բաները, զապչասը։ Ինչ օրենսդրական փոփոխություն անի։ Օրենքի հարց չի, քաղաքական հարց է դա։ Օրենքները մեր ԵԱՏՄ խանգարում է, որ դուք գան։ Նո ԵԱՏՄ խանգարում է քանը, որ դու պարտավորություն ունես, պետք է կատարես։ Ինչպես կար առանց իրենց թույլտվության ու տերերի։ Այսինքն դու ունես տերեր։ ԵԱՏՄ-ի անունը կայսրությունն է։ Կայսրությունը անունը փոխած է։ ԵԱՏՄ որ ասում են դա կոչվում է ռուսական կայսրություն նոմեր 2։ Այո։ Հասկանում ես որ ասում ես ՕԴԿԲ, կոչվում է ռուսական կայսրության մյուս դեմքը։ Դա երիտասարդ ռուսական կայսրության մասն է։ Քայլերը։ Դուք կարող եք ասեք ԵԱՏՄ մեր խնդրումը Ուզբեկը Կազախստանն է։ Չէ։ Մեզ չի կարող Կազախստան ասես մի արա։ Հա, չէ, բնականաբար։ Մենակ Պուտինն է, չէ, ասողը մեզ, ասենց արա մեր հետ մի արա։ Որ ասեք ԵԱՏՄ նրանք չեն մեր վրա բանը։ Մի խոսք ես ասում եմ, հիմա ոնց որ Հայաստանը այս բանը լինի, հələ դու ասա։ Ոնց որ բանը լինի, խցանը լինի, ոնց որ մենք ունենք այս բաղնիքի մեջ լիքը ջուր կա ու այդ խցանը, որը չի թողում այդ անտերը շարժվի։ Ինչ խցանը հանեն։ Ուրիշ ձևի է, ասեմ։ Հայաստանը մի հատ ցած երկիր է, ոնց որ իր թևերն ու ոտերը ձեռները Ռուսաստանը կապել է ու ասես մի հատ մի գտալով քեզ այնքան որ պիտի ջուր ատալու մի փոքր կիրակում ու դու սովից չմեռնես։ Սապկենք, հա։ Այսքան բան։ Եվրոպան, Ամերիկան, չգիտեմ, արևմուտքն ասում է ցավը տանեմ, դու մի գիտես որ պոտենցիալ ունեցող մարդ ես, խելք ունես, կարքինս առողջ ես, բան ես, արի քեզ մի հատ դանակ տանք, այս բաները կտրի, ազատվի իրանից, նորմալ ապրի քո համար։ Համագործակցի, մենք ասում չէ, որ կտրեն, իրանք ասիկ մորթ են։ Հիմա դա աբսուրդ է, դες բան չի նո։ Գիտեք ի՞նչ է։ Դա նույնն է, որ շատ կներես, այն վաղ որ մենք պարթևների, չգիտեմ, ում հետ ասես որ պատերազմ եկել, այն ժամանակ միանգամից հենախեինք մենք քրիստոնեության համար այդքան կռվում։ Հենա միանգամից մուսուլմանություն ընդունենք, բրդենք։ Այն վաղ դուք էլի հոգեբանություն որ եք ասեք, ամենից պետք է բանը, այս քրիստոնեությունը։ Ինչ պետք է որ։ Բերեք մուսուլման դառնանք, բրդնետա, խոսքի։ Այսինքն ինչ որ սկզբունքներ են, չէ՞ ունեցել։ Մենք պայքարել ենք, չէ, արուն ենք թափել, չէ՞ դրա համար։ Բայց մենք արդեն այս բնորանի համար չենք ուզում դաժե։ Հա։ Պայքարենք։
Չեմ ասում եմ անպայման արութապետ, եթե մենք ճիշտ պայքարենք, չի էլ հասնի պատերազմի։ Ուժեղի հետ չեն կռվում, թույլի հետ են միշտ կռվում, հիշեք։ Երբ որ դիմացին հետ ուժեղը ոչ մի քո վրա չէ, իսկ ուժեղը առաջին կամքն է։ Եթե ազգը կամք ունի, պետությունը կամք ունի, ու պետությունը կարող համախմբի ժողովրդին իր շուրջ ու պայքարի, նույնիսկ եթե իր տեխնիկան, ասենք, համարժեք չի, միևնույն է կվախենան հարցակ, որտեղ իրանց կորուստները շատ մեծ կլինի։ Եվ իրանք կդատապարտվեն համաշխարհային բանի կողմից։ Իրանց ձեր բերումը շատ դա արհեստական վախեր են մեր մեջ ներշնչում։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները ազատվելու հանգիստ ռուսին բացակայել, ես ունեմ պետական շահ, եղբայր։ Всё, ես իմ պետական, ես քո դեմ չեմ, ես իմ կողմից եմ։ Այսքան բան։ Շնորհակալություն։ Լսեք, մտածեք, ժողովուրդ։